Մարզային ճանապարհների սպասարկման ծրագիրն իր մեջ ներառում է ամառային և ձմեռային պահպանություն։ Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներում ապրիլի 1-ից իրականացվում է ամառային պահպանություն։ Աշխատանքների առաջին փուլը 100%-ով ավարտվել է Մարտունու և Ճամբարակի, 95%-ով Սևանի և Վարդենիսի և 80%-ով Գավառի տարածաշրջաններում։ Ամառային պահպանության աշխատանքների մեջ մտնում են կողմնակների իրականացում, մաքրում, կողային առուների մաքրում։ Եթե կողային առուները այնպեսի տեղանքում են, որտեղ թափվածներ կան, բնական է ձմեռային պահպանությունից հետո գրունտի հալվելուց քարեր են թափվում, այդ քարերի թափվածների հեռացում, ունենք կամուրջների տակ, բորդյուրների տակ եղած աղբի, ավազի, տրայարացում և ճանապարհի պարբերաբար մաքրում պլաստմասի շշերից, աղբից և կեղտից։ Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի պատվերով սպասարկվելու են մարզային նշանակության թվով 29 ավտոճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 73.9 կիլոմետր։ Ամառային պահպանության այս տարվա աշխատանքների համար պետբյուջեից տրամադրվել է 52.887 դրամ։ Աշխատանքները գտնվում են մարզպետարանի ամենօրյա հսկողության տակ։ Կատարվում է մեր մարզպետարանի կողմից պետբյուջեի միջոցներով ամեն տարի ուշադրություն է դարձնում այս աշխատանքներին։ Շատ շնորհակալ եմ ես իմ կողմից, իմ ամբողջ ազգաբնակչության կողմից, գտնվելով ամենահեռավոր ծայրամաս համայնքում, մեր գյուղը Գեղարքունիք համայնքը ամեն տարի շատ նորմալ կատարում է։ Շատ շնորհակալ ենք բոլորից։ Յուրաքանչյուր տարածաշրջանում պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկումը իրականացվում է տեղի ճանապարհաշինական կազմակերպության կողմից։ Գավառ-Գեղարքունիք 12.3 կիլոմետր հատվածում Գավառի ՃՇՇ բացբաժնետիրական ընկերությունը այս օրերին իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։ Դրան զուգահեռ Գանձակ լանջաղբյուր հատվածում իրականացվել է նաև կողմնակների հարթեցում և լրացում, ինչպես նաև կողային առուների մաքրում։ 2006 թվականին հրաշալի աշխատանք կատարվեց։ Գավառ-Գեղարքունիք ճանապարհը լրիվ ասֆալտապատվեց, կապիտալ վերանորոգվեց, մինչ այդ գտնվել անխթար վիճակում, համարյա անանցանելի էր մարդատար մեքենաների համար, բայց փառք Աստծո արդեն շուրջ 10 տարի է լրանալու, որ ճանապարհը նորմալ աշխատում է եւ այդ աշխատանքից հետո ամեն տարի կատարում են նաև պահպանման շահագործման աշխատանքներ եւ ձմեռային եւ ամառային շահագործման աշխատանքները շատ հրաշալի ձևով կազմակերպվում են։ Հուլիս-օգոստոս ամիսներին փոսային նորոգումներից հետո մենք կատարելու ենք ասֆալտ-բետոնյա ծածկի ճաքերի լցում, որպեսզի ծածկը երկարատև պահպանվի։ Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի ամառային սպասարկման համար պետբյուջեից տրամադրվել է 10.227.000 դրամ։ Փոսային նորոգման աշխատանքներն ավարտվելու են մինչև հունիսի վերջը։ Գավառի ճանաչին ընկերությունը սպասարկում է Գավառի տարածաշրջանի համայնքային ենթակայության ճանապարհները ընդհանուր երկարությամբ 21 կիլոմետր հատվածով, ձմեռային շրջանում եւ 16 կիլոմետր երկարությամբ ամառվա պահպանության աշխատանքներն են։ Այդ ճանապարհներն են Գավառ-Սարուխան, Գեղարքունիք 12 կիլոմետր, Գավառ-Ծաղկաշեն 5.4 կիլոմետր, Կարմիր-Գյուղ-Սարուխան 1.2 կիլոմետր եւ Գավառ-Նորադու-Սևանիլիճ 2 կիլոմետր։ Այս տարի նոյեմբերին նորից լինելու է մրցույթ, տարածաշրջանի համար նորից մենք երևի պայքարելու ենք այդ աշխատանքների ձեռքբերման համար։ Գեղարքունիքի մարզի հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներում ամառային պահպանման աշխատանքները կընթանան մինչև նոյեմբերի 15-ը։ Տիգրան Նվակիմյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։